Եթե ոչ քանակով, ապա հաստատ մարտական ոգով, պատրաստվածությամբ ու փորձով հայկական զինուժը հակառակորդին պարտադրում է պահպանել հարաբերական խաղաղությունը առաջին գծում։ Գծի այն կողմից պատրաստ ենք ցանկացած տհաճ անակնկալի, հավաստիացնում է նախարարը։ Եթե լինի ոտնձգություն, ագրեսիա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, ապա մենք ի վիճակի ենք մեր ողջ ազգի պաշտպանական կարողությունները համախմբել եւ ուղղել մեր երկրի պաշտպանությանը։ Սահմանին ադրբեջանցիները 10 անգամ ավելի շատ են կրակում, սակայն մեր պատասխանը նպատակային է ու որպես կանոն պատժիչ։ Հակառակորդի կրակոցներին պատասխանել միայն այն կրակոցներին, որոնք որ դիպուկ կրակոցներ են, այդ դեպքում մենք խիստ միջոցներ ենք ձեռնարկում նրանց պատժելու եւ հետագայում այդ կրակոցների շարունակականությունը կանխարգելելու համար։ Իսկ նպատակային կրակի ու պաշտպանության համար բանակը շարունակում է հեռահար ու գերճշգրիտ զինատեսակներով համալրվել։ Գործում է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ։ Ճիշտ է, 2011-ին զոհերի ու արտակարգ պատահարների թիվն ամենաքիչն է եղել, սակայն վիճակագրությունը նախարարին չի հանգստացնում։ Յուրաքանչյուր մարդկային կորուստ էլ մեր եւ նաեւ այդ զինծառայողների հարազատների համար դա ցավ է եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր արտակարգ պատահարները մանավանդ մարդկային կորուստներով հասցնենք նվազագույնի։ Թերացումների համար պաշտոններից ազատվել է պատժվել է մոտ 50 զինվորական։ Այս տարի եւս նախարարը կարգապահությանը հատուկ ու խիստ ուշադրություն է դարձնելու։ Նաեւ լսելու է կառուցողական ու սրտացավ քննադատությունը, այդ թվում միջազգային կազմակերպություններից։ Իսկ եթե պարզապես ուզում եմ մեր մեջ միայն թերություններ տեսնել եւ դա օգտագործել, չգիտես, ինչ քաղաքական եւ ոչ քաղաքական նպատակներով, դա ճիշտ չենք համարում։ Հայկական բանակի բարեփոխումները քննադատող Oxford Analytics պարբերականի վերլուծությունը ըստ նախարարի իրականությանը չի համապատասխանում։ Նախարարը հերքում է նաեւ Վազգեն Սարգսյանի ընտանիքին իր այցելության քաղաքական շահարկումները։ Այստեղ ոչ մի քաղաքական նպատակ չկա, քանի որ իմ կապը Վազգեն Սարգսյանի ընտանիքի, նրա ծնողների Գրետա Մայրիկի, ձյաձ Զավենի հետ մշտական են։ Բանակը եւս քաղաքականության հետ կապ չունի, առաջիկա ընտրություններում էլ չի ունենալու, հավաստիացնում է նախարարը։ Զինված ուժերում ծառայող քաղաքացին միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կմասնակցի ընտրություններին։